Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նախ շնորհավորեց նորանշանակ նախարարներին եւ տեղեկացրեց, որ 3 նախարարներն էլ իրենց ոլորտների կառավարիչներ են։ Բավական լավ են դրսևորել իրենց, համեստ են ու պարկեշտ, կառավարման համակարգի լավ հատկանիշներ կրողներ են։ Պարոն Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի անձնավորություն է, երևի ներկայացնել առանձնապես պետք չի, ինքը իր արժեվ դրված խնդիրները շատ լավ գիտի։ Կառավարության ղեկավարը մեծ ակնկալիքներ ունի նորանշանակ նախարարներից եւ համարում է, որ նրանք կվերանայեն այդ ոլորտների կառավարումը, կներկայացնեն իրենց ոլորտների զարգացման ծրագրերը։ Ակնկալում եմ շատ համարձակ քայլեր, ռեալ համարձակ քայլեր։ Դուք լինելով այդ ոլորտից ունեք հնարավորություն ձեր երազած ոլորտը սարքել, երգիր փոխել, լավ միջավայր ստեղծել։ Եվ առաջին հանձնարարականը ստացավ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը։ Վարչապետը հանձնարարեց պատշաճ կերպով իրականացնել խաղողի մթերման գործընթացը եւ լուծել Աղավնաձոր համայնքի խաղողի մթերման խնդիրը։ Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, ինչպես այդ խնդիրը լուծել։ Այդ թվում պետությունը ֆինանսավորում է եւ ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա։ Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն եւ էֆեկտիվ կառավարիչը չի։ Մենք մեր վերամշակվող ձեռնարկություններում ունենք բավականին, ինձ թվում է, ժանգոտած կառավարման համակարգ։ Մենք մանրամասն դրա մասին կխոսենք։ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը զեկուցեց ավիատոմսերի գնման ոլորտում հիմնարար փոփոխությունների ու կարգավորումների մասին։ Դրանք ըստ Դավիթ Հարությունյանի միտված են կոռուպցիոն ռիսկերի բացառմանը։ Հանձնարարական, մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք։ Պրիմիտիվ գողությունը վերացնենք, ձեր համակարգերում այդ ամեն ինչը բերեք կարգի, տոմսի վրայի։ Ինձ որ պատմում են ինչ սխեմաներ են անում, ուղղակի ֆանտազիայի վրա, եթե այդ մարդիկ այդ խելքը օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավ կլիներ։ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը համարում է, որ պրիմիտիվ գողությունները վերացնելու վարչապետի հանձնարարություն հորդորը նաև հանձնարարական էր ֆինանսների նախարարությանը։ Աշխարհում նմանատիպ խնդիրներ կամ խեղումներ միշտ համակարգերը ունենում են։ Դա նաև դրոշակ է բարձրացնում, որպեսզի մենք անմիջապես ձեռնամուխ լինենք համակարգը գցենք ավելի նորմալ վիճակի մեջ։ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամի վերակազմավորելու հարցը։ Աշխարհում կա նման համակարգ։ Աշխարհում ընդհանրապես որ համալսարանը հիմնադրամը մեծ մասը շատ լավ։ Որ ասեմ ես միջև վերջ պատկերացրեցի ինչ փոփոխություն ա կատարում, ճիշտ ասած չէ, բայց քանի որ քննարկել եք եկենք ընդունենք, բայց հետագայում նայենք, հա։ Ես էլ եմ զգում, որ դուք լավագույն լուծումը չեք տալ։ Դե եկեք մի շաբաթ էլ մտածենք լավագույն լուծումը տանք։ Կառավարությունը մարզահամերգային համալիրին հատկացրեց 9 միլիոն դրամ բնականոն գործընթացի ապահովման նպատակով։ Վարչապետը պետական գույքի կառավարման վարչության պետից հետաքրքրվեց, ինչ լիազորություններ ունի մարզահամերգային համալիրի կառավարիչը։ Մենք հիմա այդ համալիրին փող ենք ծախսում ռեգուլյար։ Եկեք տանանջատենք, եկեք գոնե հասկանանք այս հաստատուն ծախսերը երբևիցե բիզնես տրամաբանություն չեն ունենալու, բայց այս ոլորտը տանք ու ասենք մեզնից էլ փող մի ուզի, հələ մի բան էլ փող աշխատի, հարկ դու։ Լավ։ Էներգետիկա եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը ոլորտի զարգացման համար նախանշել է 3 ռազմավարական խնդիր։ Առաջին ռազմավարական խնդիրը նախարարի համար ատոմակայանի արդիականացման ծրագիրն է, երկրորդը ընդերքի համալիր հետազոտությունը, երրորդը ավելի արդիական եւ ժամանակակից արտադրող հզորությունների գործարկումը։ Դրանք այն ռազմավարական խնդիրներն են, որոնք մենք պետք է լուծենք ապագայի Տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանն առաջիկայում եւս կներկայացնի ոլորտի զարգացման իր ծրագիրը։ Նորանշանակ նախարարը տեղեկացրեց, որ եթե իր ղեկավարած գերատեսչությունում լինեն մարդիկ, որոնք իրենց պահանջներին բավարարում են, կշարունակեն աշխատել։ Նաիրի Մուրադյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։